իր ողջ կյանքի ընթացքում 50,000 եւ ավել աղոթքի պատասխաններ ստացել էր։ Եվ երբ նրան հարցրեցին, ո՞նց ես հիշում 50,000 աղոթքի պատասխանները, Ջորջ Մյուլլերը պատասխանեց ասելով, յուրաքանչյուր աղոթքի պատասխան գրի եմ առնում։ Ջորջ Մյուլլերը, անոնք որոնք ծանոթ են, 5 որբանոցներ, որբերի համարդուն, որբանոցներ գարոծեց Բրիստոլ Անգլիայում 19-րդ դարում։ Իր կյանքի ժամանակահատվածում 10,024 որբերու հոգ դարավ։ 10,024 գրանցված են որբերի հոգ դարավ։ Եվ այս բոլորը մեկ սկզբունքով ամբողջովին վստահել, հենվել Աստուծո խոստումներին, որոնք իր խոսքի մեջ են։ Եվ այդ բոլոր պետքերը հոգացվեցան ոչ թե նյութական աջակցություն խնդրելով, այլ զուտ աղոթքով։ Եթե մեկը մոտենար Ջորջ Մյուլլերին ասեր, ես ուզում եմ կամ հարցնում եմ, ինչ է պետք քեզ, քո ծառայությունների համար ինչ է պետք, Ջորջ Մյուլլերի պատասխանը այսպես էր լինում. գնա Աստծուն հարցրու, Աստված քեզ ինչ որ ասի, ետք եկուր քո նվիրատվությունը կատարի։ Ինքը չէր վերցնում։ Եթե մեկը կար եւ իրեն ասեր, եղբայր, այսքան գումար գուզենք նվիրել, չէր վերցնում։ Ասում էր գնա Աստծուն հարցրու, ասա ով Աստված, ինչպես դամ, որքան դամ, եւ որովհետեւ ինքը ուզում էր, որ անհանդը ով պիտի դար աղոթքի զորության ներքո դար եւ կարողանար իր աղոթքի պատասխանների ցուցակում գրանցվեր որպես աղոթքի պատասխան եւ ոչ թե մարդկային զուտ նվիրատվություն։ Վաու։ Ջորջ Մյուլլեր ճանաչված էր աղոթքի մարդ։ Հետաքրքրական է, երբ որ Ջորջ Մյուլլերի կյանքը գսերնենք, կտեսենք, երբ որ այդ որբերը, որոնց հոգ կդաներ, եւ մինչեւ անշուշտ այսօր 100,000 եւ ավելի որբերի հոգ դարած են։ Անգլիայում շատ դժվար էր պայմանները։ Եվ այդ ժամանակ ինքը սկսեց աղոթելով Աստված սրտիս վրա թիր եւ ուզում եմ այդ որբերուն հոգ դանել, որով Անգլիայում այդ ժամանակ մոտավորապես 100,000 որբեր կային տարբեր հիվանդությունների պատճառով եւ ոչ մի հատ որբանոց չկար, ոչ մի։ Ամենսօր այդ ծառայությունը ստավ եւ Ջորջ Մյուլլեր այն որբերը, որ փոքրուց կուքային եւ որ գահացնեին ավելի անգախ լինելու դարիքին եւ արդեն բավական իրենց պետք կար եւ պետք է որբանոցից դուրս գային, յուրաքանչյուր որբի կգանչեր իր մոտ աղոթք կներ եւ իրենց աջ ցերքի մեջ աստվածաշունչ մգուդար, երբ որ արդեն պետք է թողնեին որբան։ Աջ ցերքդ կսեպ եւ ցախ ցերքդ պատ։ Աջի մեջ աստվածաշունչ մգտներ, ցախ ցերքի մեջ քրբանեն գաներ եւ բավականաչափ գումար մգուդար։ Որբեսի կարողանար ինքը աշխատանք եւ միջև որ աշխատանք գտնելը կարողանար ապրել։ Ուրեմն աջ ցերքի մեջ աստվածաշունչ, ցախ ցերքի մեջ գումար եւ գսեր։ Դրաս աղջիկս այնքան ժամանակ որ քո աջ ցերքիդ մեջ աստվածաշունչն ունես, Աստծո խոսք ունես, Աստված անպայման քո ցախ ցերքիդ մեջ բամը պիտի տնե։ Եվ գողարգեր։ Իր հայտնի քրություններից quotation-ից մեկը հետևյալն է գսել. We worry today because we forget what God has done in the past. Մտահոգվում ենք այսօր,
Որովհետև շատ հաճախ մոռանում ենք, թե Աստված ինչ է արել իմ կյանքում անցյալում։ Երբ որ անցյալը կմոռանանք, թե Աստված ինչեր է արել իմ կյանքում, այսօրս կսկսի մտահոգվել։ Ջորջ Մյուլլերը կպատմում է, ասում իրական մարդիկ են իրական պատմություն, գսե դեղը ասավ մեր ծառայության առաքելությունում եւ լուրջ բետկը առաջացավ 20,000 pounds մոտավորապես $1 միլիոն կներ եւ բետկը առաջացավ եւ ձունգի եկանք աղոթելու սկսեց աղոթել եւ որի ընթացքում նամակներ էր ստանում փոքր աջակցություններ էր ստանում դարբեր աղբյուրներից սկսեցին Ջորջ Մյուլլերին այդ բետկի համար նյութական դրամատրել բայց շատ չնչին փոքր գումարներ էին եւ գսե ինչ նամակներ կստանայի նամակ միևս ստացա Եվ բոլոր նամակները գարտար, և նամակը բացի գսե գարտալով գսե Անգլիայում շատ մեծահարուստ ընտանիքի երիտասարդ մներ գսե բարոն Ջորջ Մյուլլեր Աստված սրտիս վրա դրեց, որ Հնդկաստան պետք է գնամ միսիոնարության։ Այս ոսկի ժամացույցը ձրարի մեջ ոսկի ժամացույց մնալ դրած էր։ Այս ոսկի ժամացույցը խնդրում եմ վերցրու օգտագործիր որբանոցի որբերի ուդելիք սնունդ առնելու համար, ինչ որ պետք է։ Բայց աղոթքից նյութը հետևյալն է, թեև գավադամ, որ Աստված ինձ կուղարկի Հնդկաստան, իմ ծնողս դեմ են։ Եվ ծնողքս ինձի մոտեցանսին, որ դղաս թուն մնա Անգլիայում, մեր բիզնեսը առաջ տար, եւ եթե հոժարից մենք քո փոխարեն 10 միսիոնարներ պիտի ուղարկենք Հնդկաստան ամբողջությամբ հովանավորելով իրենց նամակի մեջ կգրե այս երիտասարդ բայց կսեմ ես չեմ ուզում 10 միսիոնարներ ուղարկել Հնդկաստան ես կհավատամ որ Աստված ինձ է ուղարկում եւ Ջորջ Մյուլլերը կպատասխանի ասելով դղասներ գսե Մյուս կողմից Աստծո գսե բադվեք ու հայրդ եւ մայրդ որբեսի կյանքիդ օրերը երկար լան եթե դու գնաս Հնդկաստան առանց քո ծնողած օրտնության կարող են դեր երկար կյանք չունենաս Ջորջ Մյուլլերը այնպիսի մի մարդ էր որ Աստծո խոսքը փարացի օրեն էր առնում ինչ ասում այդպես եւ գսե արի աղոթենք քո ծնողքի համար որ Աստված իրեն սիրտը փոխե միգուցե եւ քո իրենց օրտնությունով լինի Okay գսե եւ գշարունակեն աղոթել եւ մեկ ամիսի հետ այս երիտասարդը նորեն նամակ մուղարկե գսե Աստված պատասխանեց մեր աղոթքը ծնողքս համացային են եւ ես արդեն հիմա պատրաստվում եմ գնալ Հնդկաստան բայց գսե խնդրում եմ աղոթիր նաեւ իմ քրոջս համար որ ինքն ինձ միանա որ աշխարհով դարված է Աշխարհը իրեն դարել է եւ ուզում եմ որ իմ քույրս ինձ միանա եւ միասին գնանք միսիոնար Հնդկաստան գսե բիդաղոթենք մեկ ամիս յետք նամակ մգստանա եւ դուպմա նամակը գփանա Ջորջ Մյուլլեր եւ գարտա այս երդասարտի քրոջ կողմից գսե Բարոն Ջորջ Մյուլլեր, գիտեմ որ ինձ համար գաղոթեիր, հասկանամ որ մտահոգված եք իմ համար եւ Աստված եւ գավադան որ աղոթելիս Աստված իմ սրտից տբավ, իմ սիրտս փոխված է եւ իմ եղբորս հետ միասին Հնդկաստան պիտի գնամ միսիոնարության։ Եվ խնդրում եմ գսե իմ խաղալիքներս որ ալես պետք չունիմ անոնց այս խաղալիքի դուպը վերցրուր եւ որբանոցի բզդիկներուն դուր թող խաղան Ջորջ Մյուլլերը գնայի այս դուպի մեջ ինչքան խաղալիք միտելա որ այդ նամակը ստանալու ժամանակ Ջորջ Մյուլլեր 2400 որբեր արդեն ուներ այս դուպի ինչքան խաղալիք միտելա որ
2500 որբերուն կարողան ապա որ չես կարա մեկ երեխային խաղալիք մտած, մյուս ինչի դաս կսկսին գրվին, պետք է բոլորին դաս եւ գսես ինչ կմես կմտածի այս աղջիկը որ այդ մեկ դու խաղալիք արգել է 2500 երեխաների համար, բայց գան կառնե եւ գսե այդ թելը որ կապված էր դուպին թելը քագեցի գսե այդ brown paper նվերի դուպ որ գլա սրճակույն թուղթը գսե բادرեցի հանեցի եւ դեսա դուպ մա փայդյա դուպ փայդից դուպ եւ գսե դուպը փացի sapphire վզնոց վրան գսե խոշոր խորունկ գաբույտ քույնի sapphire կարը ոսկե խորոչների մեջ վիկենը լավ կհասկնա ոսկերիչները sapphire սարտիոնն է գարձեմ խոշոր ֆրի հավգիտներու չափ Baranոց, վզնոց, ոսկի, մադանի եւ աբարանչա Եվ գսե դղոցն է մեկուն գանչեցի գսե արի շուտ արի ներքևը մեր փողոցի բարը գսե ջյուվելերի մը գանչե որ ասում քնահատենք նայենք ինչ արժեմ Եվ ինչ դղան գսե գնաց որբեսի գոհարավաճարին Զարդ վաճառոնե ոսկեջի պերի որ քնահատե ինչ արժի գսե ինչ այդ նորից այդ վրայ մեդաքսիա գդորներ գար եւ որ հանեցի գսե ապշանքս գսե չէի կարող զսպել եւ դեսա ադամանդե քարեր ադամանդի մադանի ադամանտ ամպուճ ադամանդից աբարանչաներ ադամանդից գսե գարդես թե անկլիայի թակուհու արքունական բալադական զարդերը լիներ ամփոչոն էին դուպի մեջ Եվ գսկե ոսկերի չեկա որ պետք է քնահատեր գսե եւ որ դեսան գսե ասոնք առնվազն 750-ից 800,000 դոլար գարժեն Այդ արժողությունը եւ գսե ոսկերի չմիջ պատրաստվում ենք համացանության գալ որ դաներ որբեսի վաճառեր գումար գսե մի րոպե գսե Գսե Ջորջ Միլլեր դուպի մեջից վերցուցի գսե ադամանդից մադանին եւ դրեցի մադին վրա եւ գսե գնացի հոնդեղ աբագի ունեինք որ փանոցի այսպես դեսարան յետևում բզիկները գխաղային եւ այդ աբագի վրա կացի ոսկի ադամանդից մադանին եւ այսպես գրեցի գսե God գամ իր խոսքով Եհովա այրե Եհովա իրե God will provide Աստված պիտի հոգա $1 միլիոն պետք է լրացվեց Եվ նմանատիպ 50,000 աղոտքի պատասխանի վկայություններ ունի Ջորջ Միլլերը Ջորջ Միլլեր գահավադար աստուծո գերիշխանության եւ աղոտքի զորությանը Այս PowerPoint-ը միացած չէ Լավ, օքեյ, ոչ Ջորջ Միլլեր գահավադար, որ Աստված ամենագարող է, գերիշխան է, կերակույն իշխանն է, ինքը կարող էր ամեն ինչ տալ, բայց նաև գահավադար, որ այդ բաներ ստանալու համար պետք է աղոթեր ու խնդրեր Տերոջ մեջ։ Եվ Ջորջ Միլլերի բանալի աստվածաշնչյան համարը, որի վրա իր ամբողջ աղոթքի կյանքը հիմնեց Մատթեոս Ավետարանի 7:7-ներ։ Մատթեոս շատ հայտնի համար։ Մատթեոս 7:7 մինչև 12։ Այս համարները Ջորջ Միլլերի աստվածաշնչյան խոսման համար խոսն է, որու վրա գառուցեց իր ոչ հավատքի համագարկը։ Խնդրեցեք եւ պիտի դրվի ցեզի։ Փնտրեցեք եւ պիտի գտնեք, թուրը զարգեք եւ պիտի բացվի ցեզի։ Վասնզի ամեն ով որ գխնդրե գարնե
ու եւ ամեն ով որ գփնջե գգտնե եւ ով որ թուրը գզարնե պիտի բացվի անոր ցեզ մե որ մարդը գա որ մե եթե իր որդին հաց ուզե քար դա անոր եւ գամ եթե ցուկ ուզե օծ դա անոր ուստի եթե դուք որ չարեք ձեր զավակներուն աղեք ընձաներ դալ գիտեք որ չափավելի ձեր հայրը որ երկինքն է բարիփաներ պիտի դա անոնց որ գխնդրեն իր մե ուստի ամեն ինչ որ գուզեք որ մարդիկ ցեզի ինեն դուգալ անոնց այնպես է քանզի այս է օրենքը եւ մարգարեները Աստուծո գերիշխանությունը եւ աղոթքի խորհուրդը այս նույնը մեզ երկու խորի մաս իրականությունների խաչմերուգում է կանգնեցնում Սամոս 115:3-ի մեջ հետևյալը կգարտան գսե Աստված երկնքներում է նստած Եվ ինչ որ գուզե անիգա գնե Աստված երկնքներում է նստած ինչ ուզե գասա Աստծո գերիշխանության մասին հայտարարություն մնե իսկ մյուս կողմից Երեմիա 33:3-ի մեջ հետևյալը կգարտան գսե գանչե ինձի աղոթիր ինձ Եվ ես քեզի պիտի պատասխանեմ ու քեզի մեծ ու հսկա բաներ ցույց պիտի տամ։ Ուրեմն մեկ կողմից գսե Աստված երկնքներում է ինչ կուզե գնե, իմ մյուս կողմից գսե խնդրե ինձ մե։ Ինձի եկուր զավակս, աղոթիր եւ ես քեզի հսկա եւ մեծ խորհուրդներ պիտի բացահայտեմ, պիտի տամ։ Ջորջ Մյուլլեր ասի գավադար, մենք այսպիսի հավատք պետք է ցավագերբենք Այս համարներ ամենայն հստակությամբ ցույց կտան որ Աստված գերիշխան Աստված իր գերիշխանությունում ընդրել է որ իր գործերը իրականացնե մարդոց մեջ մարդկանց աղոթքի որպես պատասխան Թեև նա գերիշխանը ինչ ուզե գանի, բայց ասոր այդ հավասար նա որոշել է, որ ես շատ աջախ այդպես պիտի չի կործեմ, այլ պիտի սպասեմ մինչև, որ Հովաննեսը իմ դղաս աղոթի, Հագոպը աղոթի, Ջորջ եղբայրը աղոթի, Հասմիկը աղոթի, Արփիկույրը աղոթի, այդպես կկործի Աստված Ոչ թե որովհետև նա իմ գարիկս ունի, ոչ որովհետև նա սիրում է մեզ։ Որովհետև Աստված գսիրե ինձ եւ գուզե ինձ տալ այն ամեն ինչ կա երկնային բայեսներում, բայց գուզե որ ես խնդրեմ իր մե։ Եվ անցյալ գիրագիր տեսանք այդ աղոթքի մոդեցումը ինչի համար էր, որպես իմ գամքս Աստուծո գամքին, իմ սիրտս Աստուծո սրտին, իմ խորհուրդներս Աստծո խորհուրդների մեջ միացուլվի։ Իր գամքը իմ գամքս դառնա, իր սիրտը իմ սիրտս դառնա, իր փափակները իմ փափակս դառնա, իր խորհուրդները իմ այս կնե աղոթը ինձ գա միացուլ է Աստուծո խորհուրդներում։ Աղոթքը ոչ թե ուղագի կամ անուղագիորեն Աստուծո գամքը ինձի ենթարկացնելն է, այլ մեր սրտերը նրա հավերժական նպատակներին համապատասխանեցնելն է։ Սրտի հարց է։ Հիմա հարց գծակի հոս։ Հարցը որ շատ հաճախ կհարցնենք եւ շատ հաճախ քրիստոնյաներ, հավատացյալներ կհարցնեն։ Հարութ հարցը հետևյալն է։ Աղոթքը Աստուծո միտքը գփոխե։ Ովան լսում է հարութ։
լավ պատասխանում որ ովայց նիշ ստանաս։ Աղոթքը Աստուծո միտքը գփոխե սկիզբից հիմքը եկեք շիդակ դնենք բնականաբար ոչ բնականաբար ոչ մեր աղոթքը Աստծո միտքը չի փոխեր որովհետև այն Աստվածը որում մենք կբաշտենք մարդու նման չի որ միտքը փոխվի օրինակ թվոց 23:19-ի մեջ նայեցեք ինչ կսե Աստծո խոսքը թվոց 23:19 թվոց 23:19-ը ինչ կսե Աստված կսե մարդ չէ որ սուտ խոսի ոչ ալ մարդու որդի որ զղջա ինք ըսավ ու պիտի չնե կամ ինք խոսեցավ ու պիտի չգործադրե Աստված մարդ չէ որ միտքը փոխե երբեք իր նպատակները հավիտենական են Աստուծո իմաստությունը անքննելի է եւ մեր բերնից խոսք բար ելնելուց առաջ արդեն ինք գիտե այդ բոլորը օրինակ Սամոս 139 4-ի մեջ կտեսնենք այս քեղեցիկ պատկերը Սամոս 139 4 գսե վասնզի բնավ խոսք չգա իմ լեզվիս վրա ահա ով դեր տուն ամենը գիտես հետևաբար այս համարները խոսքերը ցույց կտան որ երբ որ ես կաղոթեմ չեմ կարող Աստծո միտքը փոխել Աստուծո միտքը փոխելու համար չի աղոթքս լավ եթե այդպեսին եմ եկեք հարցը ուրիշ տեսակ տալ նախ հարցը սխալ է անոր համար հարցի պատասխան Աստծո խոսքը կտա շիդակ հարցը էսպես է աղոթքը ոչ թե Աստուծո միտքը կփոխե այլ աղոթքը եղելություններ կարող է փոխել Prayer doesn't change God's mind prayer changes things Prayer աղոթքը եղելություններ բարականեր կարող է փոխել եւ Աստվածաշունչը սերդելիս 5 դագարան, նոր դագարան, մենք կտեսնենք մարդիկ, որոնք հավատալով Աստուծո գերիշխանությանը աղոթեցին եւ ոչ թե Աստծո միտքը փոխելու, այլ բարակաները փոխելու։ Եվ մի քանի օրինակներ ներկայացնեմ ցեզ։ Թույլ տվեք ցեզ հետ բաժնեցի մի քանի օրինակներ։ Մարդիկ, որոնք աղոթելով բարականեր փոխեցին եւ եղելությունները շրջադարձային, անգյունադարձային ընթացք ունեցան եւ օրինակ Աննան երեխա չուներ։ Դաջարը գնում էր աղոթում էր։ Պատմությունը գիտենք Աստված իրեն պատասխանեց եւ ով ծնվեց Սամվելը։ Աղոթեց Աստված նրան պատասխանեց։ Մովսեսը Իսրայել ժողովրդի առաջնորդը բարակայինը արչև հայտնվեցին, որոնք մեղ գործեցին, Աստված պիտի բաչեր եւ Աստված պատմությունը գիտենք եւ գսե Մովսես աղոթեց Աստծուն եւ գսե Աստված բարական փոխեց բաչելու փոխարեն իր ցերքերը ետ վերցրեց Եզեկիա թագավորը հիվանդացավ Մահամերձ հիվանդ էր Եսայա մարգարեն այցելեց պատմությունը գիտենք աղոթեց գսեց երբ որ Եսայա մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ ըսա որ դու պիտի մեռնիս դունդ գարքի թիր գսե Եզեկիա թագավորը գսե գլուխը անգողնի մեջն էր թագավորական բալադի գսե գլուխը թեպի բադին դարձուց եւ սկսավ հունգուր լաց լինել դերսավ հիշե որ այս կամփաները ռացեմ եւ իր բարե գարկությունները Աստծուն հիշադակեց եւ այլն
աղոթելու սկսավ Եզեկիա որ անգողինի մեջն է Եսայան եկավ պիտի մեռնիս նեղվեց սկսեց աղոթել Եսայան ասավ հաջող պիտի մեռնես պատրաստ է Եսայան դուրս էր գնում բալած դուրս չելած Աստվածավ Եսայայի դարձիր Եզեկիային ասավ որ 15 տարի քո կյանքիդ վրա պիտի ավելացնեմ Եղիա մարգարեն գսե մեզի բես ցանկություններով ողողված մարդ մներ բայց աղոթեց երկինքը փակվավ անցրև չեր գալիս հետո նորեն աղոթեց երկինքը բացվեց եւ սկսեց անցրև գալ մեր նման մարդիկ են ասոնք Հովնանը գեցուգի փորի մեջ աղոթեց շեոլից կսե անտունտի աղոթեց եւ կսե Աստված գեցուգին հրամայեց որ ապը փերի Հովսապատ թագավորը նմանաբես լուչ ջագադամարտի մարդահրավերի առաջ էր թշնամիները բաշարել էին նամակի եկավ թրեց Աստծո առաջ ստավ դեր Աստված չգիտեմ ինչ պետք է անեմ չգիտեմ այո թագավոր եմ այո լիդերն եմ բայց այս բարական չգիտեմ ինչ լավ կլինի 19-ի եւ առաջնորդ լիդերներին, հովիվների եւ այլն, անոնք որոնք լիդերշիփի մեջ են, ինչ լավ գնի բարականեր գայ որ չգիտենք, ասենք դեր չգիտեմ, խոնարհություն ունենամ սել դեր չգիտեմ։ Դեր ինձ իմաստություն դուր։ Ուղղե ինձ։ Ամենակետ չեմ ես։ Եվ գսե Աստված պատասխանեց, փառավոր հաղթանակ տարավ։ Կապեսի աղոթքը։ Կապես Դեր սահմաններս ընդարձակ է, դեր օրտնե ինձի, դեր և Աստված պատասխանեց կսե։ Հիսուս Ղազարոսի համար աղոթեց, Ղազարոս հարություն արավ։ Առաջին թարու եկեղեցին աղոթում էր Պետրոսի համար, որ փանդներ, Պետրոս կքարոզե, զինք փանդը գտնեն, եկեղեցին գաղոթե։ Գաղոթե վարգանը մեծ Աստված կպատասխանե, Պետրոսը ու կաթուրը գտագե։ Աղախին մտուրը կպանա, օպա Պետրոսն է, իտ կպագե, իտ կեպտա, կսեմ Պետրոսն է, դու աղոտքի չես համարդում հայ քույրս։ Թուրը կպանա, Պետրոսի գդես է, թուրը երեսին կգոց է, թողանակ զե Պետրոս արի։ Բողոս և շիղա պանդը գնետվին ավետարանի համար, կիշերը գսե գաղոթեին և գերքեին։ Գոջղերի մեջ է, գաղոթեին և գերքեին, և գսե եգրաշարժ եղավ։ Պանդերը բացվեցան և պատմությունը գիտենք։ Գորնիլիոսի բարական։ Փազում են, այս բոլորը ցույց կտա, որ այո, Աստված գերիշխան է, իր ուզածը գնե, նա գիտե իմ պերնես ելած խոսք, գիտե, որ այս բանը ինձի պետք է, քեզի պետք է, գիտեմ Հովանես, գիտեմ քու դեսիլքդ, գիտեմ քու նպատակդ, գիտեմ քու պետքդ, հասկանում եմ, բայց ուզում եմ, որ դու խնդրես, ես պատասխանեմ եւ այսպիսով մենք հաղորդագից դառնանք, քու հավատքը զորանա, իմ փառքը սարձարձվի եւ մարդկային Կորձոնի չվերակրենք ան ինչ որ մենք ունենք։ Փիլիպեցիս 4:6-7 նայեցեք ինչ կսե Աստծո խոսքը։ Փիլիպեցիս 4:6-7 Փանիմը համար հոգմի ինեք։ Հաբա ամեն բանի մեջ աղոթքով ու աղաչանքով գոհությունով մեկտեղ ձեր խնդրված կաստոլա։ Փանիմը համար հոգմիներ, այո խնդիրներ ունիս, հոգմիներ, այդ հոգսը մի շալգերդ, հաբա աղոթիր, աղաչիր, բաղադիր, լաց եղիր, արցունքները թողոսիմ, ձոմաբահությամբ դերոջ արջը, սիրտը թապե դերոջը, բայց գոհությունով մեկտեղ։ Արավոտուն այստեղ երբ որ գալիս էինք, Երջախոմի փորձը անենք, հասմիկ քրոջ գիտեք, երբ որ ասում ենք հասմիկ քույր, ոնց է գսե քեզնից լավ։ Եվ այդպես է, միշտ այդպես մնաց հասմիկ քույր։ Ուրեմն ինձի հարցրեցին, ասի լավ չեմ, բայց գոհ եմ։ Լավ չեմ։ Լավ չեմ, հալա քույր, ինչ անեմ։ Ահարոն ջան, լինում են բարակը, որ լավ չեմ, բայց գոհ եմ։ Վիկեն ջան, լավ չեմ,
բայց գոհ եմ իմ վիճակից, բայց բավարարված չեմ։ Գոհ եմ, բայց չի նշանակե բավարարված եմ, այո, գոհ եմ ներկա վիճակով, գոհությունով, բայց բավարարված չեմ այդ գոհունակությանից մեջ, որովհետև Աստված ինձ համար շատ ավելին ունի, բայց հիմա լինում է բարակապոր, ամեսօր, գսե գոհությունով մեկտեղ եւ պատասխանը եւ Աստուծո խաղաղությունը, որ ամեն մտքերը ծեր սրտերը ու մտքերը Հիսուս Քրիստոսով պիտի բահբանե, բարիս պիտի այո դժվար է, այո խնդիրն է, որովհետեւ եթե լուրջ չլիներ այս հարցը, չէի աղոթի, չէի աղաչի, չէի բաղադի, չէի խնդրի, չէի լաց լինել, ձոմաբավության չէի գնա, ուրեմն խնդիր մը գա, բայց քողությունով կբերեմ դեր, այո Քո եմ, որովհետև քեզ ունիմ եւ գավադամ, որ դու կարող ես պատասխանել, ազատագրել ինձ այս վիճակից, այդ բանն է, որ Աստուծո խաղաղությունը, որ ամեն մտքե վեր է, Հիսուս Քրիստոսով պիտի բարիս մտնես սրտիս ու մտքիս շուրջը, որովհետև կարողանամ պաշտպանված լինել ավելի դաժան սատանայի հարձակումներից։ Աղոթքը գիտեք սիրելիներ, Աստուծո խաղաղությունը իմ սրտիս մեջ կբերե եւ իմ ներքին աշխարհս, ներքին մթնոլորտս արտաքին վիճակից կպաշտպանե։ Ամեն մեկս այսօր հոս ցավ մունինք, վիշտ մունինք, մտահոգություն մունինք, հարց մունինք, ամեն մեկս ունինք։ Welcome to the world. Այս աշխարհը։ Երբ գաղութեմ Աստուծո խաղաղությունը գմտնես սրտիս մեջ եւ իմ ներքին աշխարհս մթնոլորտս դրամատրությունս գբաշխանե արտաքին ազդեցությունից, որ դիմակայենք։ Այո թեև աղոթքը Աստուծո միտքը չի փոխեր, բայց բարակաները կփոխե։ Եվ այս ճշմարտության կամ այս վարդապետության բանալի համարներից մեկը, ասում եմ ավարտեմ սիրելիներ, ես ասում եմ, չէ՞ որ ես քարոզում եմ ժամացույցը 3 անգամ ավելի արագ սկսում աշխատել։ Դուր ասել ես սկսում իր գործը անել։ Վեճ դա 11-ն է, պետք է իբեմից իջա զլայի արդեն, պետք մի ռոպե այս համար ասեմ ու վերջացնեմ։ Ուրեմն Հակոբոս 5:13-ից 16 կսե, եթե ցեզ մեկը խնդրի իր մեջ է, թող աղոթե։ Եթե մեկը ուրախ է, թող երգե։ Եթե մեկը հիվանդ է, եկեղեցու երեցները թող գանչեն եւ պիտի աղոթեն անոր վրա։ Եվ հավատքով եղած աղոթքը պիտի բժշկե հիվանդը գսե հայրենի մեջ քալ գիրագի հոսպիտալան չէ համակումարի դեղն ենք հաջորդ գիրագի գշարունակենք ինչ նկատի ունի ինչ հիվանդության մասին է ասթենիա ի արոստիա եւ գսե արթարին ջերմերանտ աղոթքը շատ ազդեցություն ունի վիճակների վրա գսկսի ազդել արթարին ջերմերանտ աղոթքը ով է արթարը հաջորդին կտեսնենք սիրելիներ թեև Աստված գերիշխան է ամենակարող է ամենազոր է իմաստության մեջ անքննելի է անփոփոխ է նա հրավիրում է մեզ իր շնորհածկայի առաջ, իր խորանի առաջ, որբեսի աղոթենք։ Եկեք սիրեն ամեն մեկս մեր առօրյա կյանքում 24 ժամերից մի բադար մեկ կողմ տնենք աղոթքի համար։ Չափազանց կարևոր է սիրելիներ, ես այս սովորությունը ունիմ ամեն օր, ամեն Աստուծո օր, արդեն երկար տարիներ է, ամեն օր
աղոթքի բահ ունեմ երեկոյան, առավոտյան։ Աղոթքի սնույթը քրի եմ արել։ Սկսում եմ Պեսեդինայի Նազովրեցի եկեղեցվո հովիվներից, անուն առ անուն։ Հետո հոգապարծու անդամներին անուն եւ անուն։ Հետո անդամներին անուն առ անուն։ Ետ կանցնում եմ մեր փողոցի 3 հայկական եկեղեցիների համայնքային Նազովրեցին, եղբայրությունը, եղբայրների 3 այս եկեղեցիների միապանության, փոխհարկանքի, համագործակցության։ Աղոթում եմ Երևանի եղբայրության եկեղեցուն, որտեղ 24 տարի հովվական ծառայություն եմ ունեցել, որ դերը օրտնի, դերը իրենց պետքերը հոգա։ Ետ կանցնում եմ Armenia Hope Project-ի իմ դեսիլքիս։ Ետ կանցնում եմ, որ Դեր Աստված պետքեր իմ իմիգրացիոն հարցերս լուծի, որովհետեւ կարողանամ ժամանակի, տնտեսության, financial, location եւ time freedom ունենալ։ Դերոջս ծառայելու։ Ետ աղոթում եմ ընտանիքիս անդամներին, Շաքեին, Հակոբին, Հրութին, Դավիթիս, Ալբերտին, Էդգարին։ Այս վերջերս աղոթքի նույն միևս ավեցի, ով դեր որու հետ որ գահանտիբի իմ առօրյա կյանքիս ընթացքին օգնե ինձ որ դրական ազդեցություն ունենամ այդ մարդկանց վրա քեզնից մի բադար քաղեն բոգեն ինձնից եւ օրից օր բնականաբար գավելանա աղոթքի բահ ունես ամեն օրյա